Արտիրոջ է, սիրելի Աստծո ժողովուրդ, ես ուզում եմ Եսայիա մարգարեության 2-րդ գլխից համար ընթերցել 11-12 խոսքերը։ Մարդիս ամբարտավան աշկերը պիտի խոնարհվին եւ պիտի իջնե մարդկանց հպարտությունը եւ միայն Տերը կբարձրանա այն օրը, որտեղ զորած Տերը մեկ օր ունի ամեն ամբարտավանության ու պարծության դեմ եւ ամեն հպարտացածների դեմ եւ նրանք պիտի ցածանան։ Հարթիրոջ։ Էցեւի մի օր կա Աստված սահմանելա, որ բոլոր ամբարտավանությունը պետք է իջնե, խոնարհվի եւ միայն Տերը բարձրանա։ Հարթիրան։ Տերը թող օգնի Աստծո ողորմությունը լինի, որ հենց այսօրվա ուղղվածությունը եղբայրների խոսքի քարոզի դա էր, որ միայն Տերն է բարձր, միայն ինքն է, սիրելի եղբայրներ քույրեր, ուրիշ մեկը չկա իր նման, ուրիշ մեկը չկա, որ կյանք տա մարդուն, ուրիշ մեկը չկա, որ երկնքի ճանապարհը բացի իր համար, ուրիշ մեկը չկա, որ իր բոլոր նեղության, փորձության, դժվարության մեջ իր հետ լինի։ Թող Աստված օգնական լինի, Աստված օրհնի, որ այստեղից ոչ մեկը առանց նրա ճանաչելու այստեղից չգնան։ Ես ուզում եմ Մատթեոս ավետարան 16-րդ գլխից բոլորիս քաջատեղյակ միտեղ ընթերցել համար 13 խոսքից։ Եվ Հիսուսը դուրս գնաց Ֆիլիպիայի Կեսարիայի կողմերը եւ իր աշակերտներին ասում էր եւ ասում. «Մարդիկ ինձ համար ով են ասում, որ մարդի որդին լինի»։ Նրանք էլ ասացին. «Ոմանք թե Հովհաննես Մկրտիչն է, իսկ մյուսները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան կամ մարգարեների մեկը»։ Նրանց ասեց. «Իսկ դուք ով եք ասում ինձ համար թե լինեմ»։ Սիմոն Պետրոսը պատասխան տվավ եւ ասեց. «Դու ես Քրիստոս, կենթանի Աստծո որդին»։ Եվ Հիսուս պատասխան տվավ եւ ասեց նրան. «Երանի քեզ, Սիմոն Հովնանի որդի, որտեղ մարմինը եւ արյունը չհայտնեց քեզ, բայց իմ հայրը, որ երկինքումն է»։ Սիրելի եղբայրներ քույրեր, Տեր Հիսուսը ուզում էր իմանալ իր մասին ինչ են խորհում իր աշակերտները, արդյոք իրան ճանաչում են թե չէ։ Դրա համար սկզբից հարցրեց. «Իմ համար ով են ասում դրսում»։ Դե աշակերտները ամեն մեկը մի կարծիք ասեց։ Մտածում են մեկը Հովհաննես Մկրտիչն է, մյուսը Երեմիան, Եղիան կամ ուրիշ մի մարգարե։ Անկեղծ ասած ինձ թվում է թե այդ իրանց կարծիքն էր դա։ Ճիշտ է, երրորդ դեմքով էին խոսում, բայց իրանք էլ էին դրա այդ նույն ձևով մտածում, դրա համար ինքը հարց ուղղեց իրանց, ասա բա դուք իմ համար ինչ եք ասում։ Եվ երկնքից Հայր Աստված միջամտեց եղբայրներ քույրեր։ Երկնքից Հայր Աստված ինչ արեց, հայտնեց Պետրոսին թե ով է իրանց այդ խոսողը։ Եվ Պետրոսը մարդկորեն չէր կարող ճանաչել Տիրոջը, չէր կարող ճանաչել Հիսուսին, եթե Հայր Աստծուց այդ հայտնությունը չլիներ։ Ինքը ասեց դու ես կենթանի Քրիստոսը, կենթանի Աստծո որդին, եւ Տերը կովեց իրան ասեց. «Երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, որտեղ մարմինն ու արյունը քեզ չհայտնեց, այլ իմ հայրը, որ երկինքումն է»։ Ուրեմն սիրելի եղբայրներ քույրեր, որդու հայտնությունը նաեւ հոր հայտնությունն է։ Աստված ճանաչողությունը առանց երկնքի հայտնության չի լինի։ Մարդկային ինտելեկտով ինչ ուզում ես արա, քանի հատ ուսումնական աստվածություն ավարտի, թեկուս կրոնական, թեկուս ինչ ուզում է լինի։ Միևնույնն է, առանց երկնքի հայտնության մարդը չի կարող ճանաչել Տիրոջը։ Սիրելի եղբայրներ քույրեր, Մատթեոս 11-րդ գլխում երևի նույնի մասին է խոսում, 11-րդ գլխի 27 խոսքը։ «Ամեն բան ինձ տրվեցավ իմ Օրիցը, եւ ոչ ով չէ ճանաչում որդին, բայց միայն հայրը, եւ ոչ ով չէ ճանաչում հորը, բայց միայն որդին, եւ ում որ որդին կամենա հայտնել»։ Ինչ համաչափ օրինաչափություն է, չէ, եղբայրներ քույրեր։ Այնտեղ հայրն է հայտնում որդու մասին, ով է որդին։ Այստեղ որդին է հայտնում հոր մասին, փառք իրան։ Սիրելի եղբայրներ քույրեր, ասա ոչ ով չի ճանաչում որդին, բայց միայն հայրը, եւ ոչ ով չի ճանաչում հորը, բայց միայն որդին, եւ ում որ որդին կամենա հայտնել։ Այսինքն որդու մասին հայտնությունը հորից է, հոր մասին հայտնությունը որդուց է։ Երկուսն էլ նույն բանն է, նույնի մասին է խոսում, որ Տիրոջը ճանաչելու համար երկնքից այդ հայտնությունը պետք է։ Եվ այդ հայտնությունը ինչպես է հասանելի լինում մարդուն, երբ որ Սուրբ Հոգին գործում է իր կյանքում, երբ որ ինչպես եղբայրներս էլ շեշտեցին, եղբայրներս էլ նշեցին,
մարդը ցանկանում է դա, մարդը ուզում է դա 91 Սաղմոսի մեջ եղբայրները ընթերցեցին, չէ, 14 խոսքը, որովհետև նա ինձ ցանկացավ, երբ որ մարդը ուզում է դա, որ ինքը ճանաչի Տիրոջը, անպայման երկնքից այդ հայտնությունը լինում է եւ իրան բացվում է, թե իրանց այդ խոսողը ով է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Դրա համար Աստծո օրհնությունը լինի, Աստծո ողորմությունը լինի։ Երեմիա մարգարեության 24-րդ գլխի 7 խոսքի մեջ այսպես է գրված. Երեմիա 24:7 Եվ նրանց մի սիրտ պիտի տամ ինձ ճանաչելու, որ ես եմ Տերը, եւ նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես կլինեմ նրանց Աստվածը, որտեղ իրենց բոլոր սրտովը դեպի ինձ պիտի դառնան, փառք Տիրոջը։ Երբ որ սիրելի եղբայրներ, քույրեր, ես ու դու սիրտ ենք տալի ճանաչելու իրան, ես ու դու ցանկանում ենք իրան ճանաչել, Աստված էլ մեզ մի սիրտ է տալի, նոր սիրտ, վերստին ծնունդ է տալիս, որպեսզի ինչ անենք, ճանաչենք իրան։ Պարզ է ասում, եւ ես նրանց մի սիրտ պիտի տամ, ինչ ճանաչելու, որ ես եմ Տերը, եւ նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես կլինեմ նրանց Աստվածը։ Այդ նույնի մասին նաեւ 31-րդ գլխի 31-ից 34 խոսքերում ասում։ Երեմիա մարգարեություն 31-ից 34 խոսքերը։ Ահա օրեր են գալիս, ասում է Տերը, որ Իսրայելի տան հետ եւ Հուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ, ոչ թե այն ուխտի պես, որ ես նրանց արի նրան հայրերի հետ, այն օրը, որ ես բռնեցի նրանց ձեռքից Եգիպտոսի երկրից նրանց անելու համար, որ իմ այն ուխտը նրանք զանց արին, թեպետև ես նրանց հետ ամուսնանակապես կապվել էի, ասում է Տերը, այլ այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայելի տան հետ, այն օրերից հետո ասում է Տերը, իմ օրենքը պիտի տնեմ նրանց ներսումը, եւ նրանց սրտի վրա պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նրանց Աստվածը, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը, եւ այլևս մեկ մարդ իր ընկերին եւ մարդ իր եղբորը պիտի չսովորեցնի ասելով թե ճանաչեցեք Տիրոջը, որովհետեւ նրանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նրանց փոքրերից մինչեւ նրանց մեծերը, ասում է Տերը, որովհետեւ ես պիտի ներեմ նրանց անօրությունները եւ նրանց մեղքերը այլևս պիտի չհիշեմ։ Սա նորից նոր սրտի մասին է խոսում, որ Տերը վերստին ծնունդ է տալի մարդուն եւ իր օրենքները գրում է մարդու սրտի մեջ եւ այլևս կարիք չկա, որ մեկը մյուսին սովորեցնի, որ ճանաչեցեք Տիրոջը։ Սիրելի եղբայրներ, քույրեր, հին ուխտը քարի տախտակների վրա էր եւ մարդուց դուրս էր, մարդու սրտից դուրս էր։ Իսկ նոր ուխտը Աստված գրել է մարդու սրտի տախտակների վրա, ոչ թե դրսում է, այլ մարդու սրտի մեջ է գրել։ Եվ էլ կարիք չկա, ես մեկին սովորեցնեմ, այն մեկը ուրիշին սովորեցնի, որ ճանաչեցեք Տիրոջը, որտեղ հենց այդ օրենքը, որ գրել է Աստված մեր սրտի տախտակներին, խոսել է տալիս իր մասին, ճանաչեցնել է տալիս իրան, եւ Աստված օգնական լինի, Աստծո օրհնությունը լինի, նորից եմ հիշեցնում, ինչպես եղբայրներն էլ ասեցին, քանի ինչքան ուսումնական հաստատություն ուզում ենք ավարտենք, մարդկային ինտելեկտով երբեք որևիցե մեկը չի կարող ճանաչել Տիրոջը, մինչև երկնքից այդ միջամտությունը չլինի, մինչև հայտնություն չլինի, եւ այդ հայտնությունը ամեն օր կա, ով որ ցանկանում է, ով որ ուզում է, Աստված իրան հայտնում է, Աստված բացվում է իրան, Աստված ցույց է տալիս իրեն ինքը ով է։ Հինգշաբթի օրվա ժողովի ժամանակ եղբայրներից հիշեցրեցին այլակերպության լեռան վրայի այդ հրաշքը, ես ուզում եմ նորից ընթերցել այդ տեղը Մատթեոս ավետարան 17-րդ գլխի առաջի խոսքից։ Եվ 6 օրից հետո Հիսուսը Պետրոսին եւ Հակոբին եւ նրա եղբայր Հովհաննեսին իր հետ առավ եւ նրանց առանձին մի բարձր սար հանեց։ Եվ նրանց առաջին կերպարանափոխվեցավ եւ նրա երեսը փայլեց ինչպես արեգակը եւ նրա հանդերձները լույսի պես եղան։ Եվ ահա երևեցան նրանց Մովսեսը եւ Եղիան, որ նրա հետ խոսում էին։ Եվ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Հիսուսին. Տեր, լավ է որ մենք այստեղ լինենք, եթե կամենաս, այստեղ 3 տաղավար շինենք, մեկը քեզ համար, մեկը Մովսեսին եւ մեկը Եղիային։ Եվ նա տակավին խոսելիս, ահա մի լուսավոր ամպ Հովանի եղավ նրանց վրա, եւ ահա մի ցայն եղավ այն ամպիցը եւ ասեց. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, դրան լսեցեք։ Եվ աշակերտները լսելով իրենց երեսների վրա ընկան եւ շատ վախեցան։ Եվ Հիսուսը մոտեցավ նրան բռնեց եւ ասեց. Վեր կացեք, մի վախենաք։
եւ նրանք իրենց աչքերը բարձրացրին ու ոչ ոքի չտեսան, միայն Հիսուսին։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այն փառքով, որ Տեր Հիսուսը երկրորդ անգամ պետք է գա, այդ փառքով ինքը այրակերպեցավ լեռան վրա եւ իր հետեին այդ երեք աշակերտները Պետրոսը, Հակոբոսը, Հովանեսը եւ այդ ժամանակ երևեցան 5 տակարանյան մարգարեները, Մովսեսը, ինչպես շատ հաճախ նշվում է օրենքը եւ մարգարեները։ Մովսեսը օրենքի ներկայացուցիչներ, Եղիան մարգարեների ներկայացուցիչը։ Այդ երկու հզոր մարդիկ երևեցան եւ Պետրոսը զարհուրել էր, Պետրոսը չգիտեր ինչ խոսար, ուղղակի ծեվի արտահայտություն արև Տեր Հիսուսին ասավ, եթե կամենում ես այստեղ մնանք, ու 3 հատ տաղավար շինենք, 3 հատ խրճիչ շինենք, մեկը քեզ համար, մեկը Մովսեսի համար, մեկը Եղիայի համար։ Սիրելի եղբայրներ, քույրեր, կարելի ասել, այդ ժամանակ Պետրոսի համար այդ 3-ը հավասար մեծություն էին կարելի ասել, հավասար էր, մինչև երբ, մինչև այն պահը, որ երկնքից լուսավոր ամպը իջավ, Սուրբ Հոգու ամպը իջավ, երկնքից Սուրբ Հոգու ամպը որ իջավ, եւ այստեղ ներկա էր երրորդությունը, Տեր Հիսուսը այնտեղ էր, Սուրբ Հոգու ամպը իջավ, եւ Հայր Աստված ինչ արեց, խոսեց երկնքից, դա է իմ սիրելի որդին, որ հավանել եմ, դրան մտիկ տվեք, եւ երբ որ իրենց աչքերը բացեցին, տեսան, որ այդ խոսքն ում է ուղված Հիսուս Քրիստոսին, այն երկուսը արդեն չկային, ինչի համար, եղբայրներ քույրեր, երկնքից հայտնվեցավ Պետրոսին, որ Հիսուսն է ամենի մեջ, փառք իրան, ինքնա կյանքը, ինքնա թագավորը, Տերը թող օգնի, Աստծո ողորմությունը լինի, ինչպես քիչ առաջ Գայք եղբայրն ասեց, ինքնա ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ուրիշ ճանապարհ չկա երկինքն անելու, ուրիշ կյանք չկա, ուրիշ ճշմարտություն չկա, սիրելի եղբայրներ քույրեր, եւ ոչ ոք հոր մոտ չի կարող գնալ, եթե ոչ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Այն սանդուղքը, որի մասին եղբայրը քիչ առաջ հիշատակեց, որ Հակոբը երազ էր տեսել այդ սանդուղքը, որ կապում էր երկիրը երկնքի հետ, այդ սանդուղքը հենց խորհրդապատկերն է մեր Տեր Հիսուսի, որ երկինքը երկրին կապող միակ ճանապարհը ինքն է, փառք իր Սուրբ անվանը, Աստված օգնի, Աստծո օրհնությունը լինի, որ բոլոր նրանք ում հայտնվել է Թեովա Հիսուս Քրիստոսը, Աստված թող օրհնի, որ այսօր մեր սրտում արժեքավորենք, ինչքան բարձր է ինքը մեզ համար, ինչքան թանկ է ինքը մեզ համար, ինչքան ենք մենք ժամանակ հատկեցնում իրան, ինչքան է մեր սիրտը իր հետ հաղորդվում, սիրելի եղբայրներ քույրեր, հավատքի մասին եղբայրները բացատրեցին այդ ցեղի մասին, այդ աֆրիկական ցեղի մասին, որ ուրիշ բառ չգտնվեցա, մենակ հանձնվել նշանակում է, այդ հանձնվելը շատ տեղին է, ինչի համար, որտեղ հավատքը ոչ թե առնել է նշանակում Տիրոջից, Տեր ես օքսս լուծես, ապարոբրեմն տուր, հավատքը առնել չի նշանակում Տիրոջից, հավատքը հանձնվել է նշանակում իրան, երբ որ իր սերը բացվում է մեզ, թե ինչ զոհողություն արե մեր կյանքի մեջ, մենք ինչ ենք անում, հավատք ենք ընծայում իրան, մենք համաձայնվում ենք իրանը լինել, մենք համաձայնվում ենք այսուհետև իր հետ ապրել, ինչպես հասարակ օրինակ ասեմ, մի երիտասարդ, որ ուզում է ամուսնանալ, սիրարում է ինչ-որ մի հատ աղջկա վրա, իրան ինչեր ասես չի խոստանում, սարեր, զորեր, հավայան կղզիներ եւ այլը, այդ խոստումների մեջ, այդ աղջկա մեջ ինչ է ծնվում, հավատք է ծնվում, որ ուզում է հավատա այդ երիտասարդի խոսքին եւ ինչ անում, հանձնում է նրան իր հետ ապրելու, համաձայնվում է նրա հետ ապրելու։ Ես այս երկրավոր օրինակը բերեցի հասարակ, որ հասկանալի լինի, որ հավատքը սա չի նշանակում, որ անպայման մենք երկինքից մի բան պետք է առնենք։ Այն ինչ որ Աստված տալիս է, դա մեր հավատքի հետ ընդհանրապես կապ չունի։ Դա իր անսահման ողորմությունն ու սերն է, որտեղ ինքը իր արեգակը ցախեցնում է եւ արդարների, եւ չարերի վրա։ Իր անձրևը բերում է եւ արդարների, եւ չարերի վրա։ Այն որ մենք մի բան խնդրում ենք, Աստված տալիս է, դա մեր հավատքի հետ կապ չունի։ Դա իր անսահման սերն ու ողորմությունն է, որ ինքը երկինքից մտիկ անում եւ ողորմություն անում։ Հավատքը կախված է սրանից, որ ես ինչքան եմ ընծայված իրան, ինչքան եմ հանձնված իրան, ինչքանով եմ ապրում իր հետ, ինչքան է իմ ներսը հաղորդվում իր հետ, արդյոք ես ապրում եմ իր հետ, ինչպես եղբայրները շեշտեցին, արդյոք իմ ներսը ցնծում է, ուրախանում է իրանով, արդյոք իմ ներսում ամենակարևորը ինքն է, իմ սրտի գահին ինքն է նստած,
թե ինչ-որ մի բան կա, որ խանգարում է, որ ինքը կա եւ թակավորի։ Տերը թող օգնի, Աստծո օրհնությունը լինի, սիրելի եղբայրներ, քույրեր, նորից եմ հիշեցնում, եթե մեկը կա այս սրահի մեջ, որտեղ չի ճանաչում Տիրոջը, մենք կաղոթենք, եկեղեցին կաղոթի, հիմա մի երկից հետո մի երկ երկեն, այդ ընթացքում օքսերը կբերեն եւ օքսերի համար կաղոթենք եւ կաղոթենք այն բոլոր հոգիների համար, ով որ չի ճանաչում Տիրոջը, որ Սուրբ Հոգու ամպը իջնի սրահի մեջ, ինչպես այդ լուսավոր ամպը իջավ այլակերպության լեռան վրա եւ աշակերտների աչքերը բացվեցին եւ ճանաչեցին, որ ում մասին է խոսքը, որ Հայր Աստված ասեց, դա է իմ սիրելի որդին, դրան մտիկ արեք, այսինքն միայն Հիսուսին նայեք, միայն Հիսուսին հավատացեք։ Այդ Սուրբ Հոգու ամպը նաև իջնի այս վայրի մեջ եւ լուսավորի այն բոլոր խավարած մտքերը, որտեղ չեն ճանաչում Տիրոջը, այսօր բացվի իրանց միտքը, ճանաչեն Հիսուս Քրիստոսին, որ ինքն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, իրան լինի փառք, հիմա եւ միշտ, Հավիտյանս Ավիտենից, ամեն։